Նամակն այն գրավոր ու հավաստի աղբյուրն է, որը պարունակում է գեղարվեստաժամանակագրական, պատմավավերագրական, ճանաչողական, տեղեկատվական տարրեր և հաճախ է վերածվում ուսումնասիրողների, վերլուծաբանների, գրականագետների հիմնավորումների այս կամ այն երևույթը անհրաժեշտ տեսակետներն ու եզրակացություններն ամբողջացնելու համար։ Մեր մեծերը մեծ են նաև իրենց նամակներում, որտեղ բաց նյարդի նման բաց են իրար հասցեագրած գրություններում։ Նամակագրությունը Թումանյանների ընտանիքում իր ուրույն տեղն ամրագրած երևույթ էր։ Ժամանակի, միջավայրի, հանրային դեմքերի, արվեստագետների, գրական մշակութային գործիչների անդրադարձումները, ազգային և քաղաքական հարցերն անմասն չէին մնում նամակագիրների սևեռումներից։ Բանաստեղծի նամակները պարբերաբար հրապարակվել են, բայց Թումանյանի թանգարանի աշխատողների նպատակն էր իմի բերել այդ նամակները լույս ընծայել առանձին խորագրով կամ գրքի տեսքով, մանավանդ որ երկար տարիներ Թումանյանի ընտանեկան անմշակ նամակագրությունը գտնվում էր ձեռքի տակ թանգարանում։ Եվ ահա թանգարանի աշխատակիցները լծվեցին աշխատանքի։ Մեկնարկեց Արևելք-Արևմուտք մատենաշար, Թումանյանի զավակները և ամեն մի գիրք ստացավ իր յուրահատուկ անվանումը։ 2008 թվականից սկսած առանձին գրքերի տեսքով նամակները ներկայացվեցին ընթերցող շրջանակներին։ Լսենք մի հատված Թումանյանի նամակից կնոջը Օլգա Թումանյանին գրված 1891 թվականի հուլիսի 20-ին Դսեղից։ Օլա ջան, եթե Ջալալօղլուց գրած այդ հետոմսը չհաշվենք, երկու նամակ եմ գրում, սրանով դեռ քեզանից ոչ մի նամակ չստացած։ Գուցե չգիտես, թե քո նամակը ինչ է ինձ համար։ Այդ պատճառով ես այդքան անտարբեր, սակայն դարձյալ հուսով եմ, որ շուտով քեզանից նամակ կստանամ։ Հենց այս րոպեից եկանք հանդից։ Գնացել էինք մոր քաղելուն։ Շուտով վերադարձանք, որ քեզ համար մայրս գաթա թխի։ Եվ այս նամակը գրելու ժամանակ ահա պատրաստում։ Ես գնացի Սարը և այնտեղից մորս հետ միասին եկանք։ Այստեղ չեմ կարող նկարագրել իմ հուզմունքը, մորս, տատիս և այլն արտասուքների ժամանակ։ Եվ այդ բոլորը գիտես ինչու համար էին։ Գուցե դու չիմանաս։ Բոլորը քեզ համար և երեխաների համար էին։ Շուտով մի երկար, շատ երկար նամակ գրիր։ Իմ առողջությունս վերականգնվել է զգալի կերպով։ Գրիր, թե մուրճը դուրս եկավ, իմ խորհրդածությունը կա, թե չէ։ Օլա ջան, ես շուտով կգամ։ Նրա համար շատ չեմ ուզում, որ ձեզ չարչարեմ այստեղ բերելու, որ կքաշի գոնե մինչև օգոստոսի 20։ Իսկ ես մինչև օգոստոսի 7-ը այդտեղ պետք է լինեմ։ Մայրս նամակ գրել տվեց, որ գաք։ Եթե դու կամենաս, շուտով ինձ գրիր։ Քո Հովհաննես։ Հետգրություն։ Ղայմաղ չուղարկեցինք, որովհետև Սարը հեռու է, այստեղ էլ չկար, առայժմ։ Ես այս րոպեից գնում եմ որս, տղերքը սպասում են դռանը։ Նամակները խիստ անձնական բնույթի գրություններ են, գրողի ներքին եսը, մտորումներն ու գաղտնի զգացումներն արտահայտող միջոցներ, որոնք երբեմն մարդն ինքն իրենից է թաքցնում, բայց մեծերի նամակները նաև մի գողտրիկ ստեղծագործություններ են, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են անձնական գաղտնիությունն ու վերածվում հանրային կամ ազգային, երբեմն նաև համամարտկային սեփականության։ Հատված Օլգա Թումանյանի նամակից ամուսնուն Հովհաննես Թումանյանին գրված 1901 թվականի օգոստոսի 8-ին։ Սիրելի Հովհաննես ջան, նամակդ ստացա և զարմացա, որ դեռ էլի ու լավերից է, քանի որ դու գրել էիր անցյալ նամակում, թե ուրիշ հասցեք ուղարկես։ Իմ ուղարկած նամակը դեռ ստացած չես եղել, երբ գրել ես նամակդ։ Ես թեև գրել էի քո գալու մասին, բայց եթե մինչև հիմա դեռ դուրս չես եկել, շատ ուշ կհասնես մեզ։ Այնպես որ չարժե չարչարվել և գալ այստեղ։ Տաճնիկները մինչև 25-ը գնալու են բոլորը։ Մենք էլ Փիրադյանցի և Աղայանցի հետ մի օր դուրս կերթանք։ Դրանք լավ ընկերներ են։ Մայրիկը, տերտերը, Մուշեղը, Աշխենն ու Անուշը ամսույս 10-ին գնալու են Շուլավեր։ Թեև չէին ուզում մեզ մենակ թողնել, բայց մենք էլ չուզեցինք խանգարել։
Այնտեղ էլ այգիները մնացել էին անտեր։ Երեխաներն էլ շատ էին ուզում գնալ, համ էլ սենյակները բռնել էին արդեն։ Դու մեզ համար չմտածես, մենք շատ լավ ենք, բոլորս եւ առողջ։ Մինչև հիմա ոչ մի երեխի մի մատն էլ չի ցավացել։ Եվ հույս ունեմ, մինչև Թիֆլիս գնալն էլ առողջ եւ անփորձանք հասնենք։ Դու հանգիստ մնա։ Սիրելի Հովհաննես, թեև պատկերը տեսնելով շատ ուրախացա, բայց շատ վատ տպավորություն թողեց ինձ վրա։ Եթե մյուս ձեռքիդ էլ մի սև երկար տերողորմյա լիներ, շատ նման էիր մի Երուսաղեմ գնացած մարդու, տխուր, մռայլ, պարավացի տպավորություն ես թողնում։ Եթե ճիշտ այդպես փոխվել ես, զարմանալի է։ Այսպես կարճ ժամանակով, եթե չես ուզում մեր մենակության համար, մի գալ։ Մի 15 օր է, ինչպես որ լինի յոլա կգնանք։ Իսահակը մեզ մոտ է, նրան չտարան։ Օգոստոսին ավելի շոգեր են, քան առաջ։ Բարևս քեզ։ Իմ կողմից բարևիր եւ այդտեղի ծանոթներին եւ Տար Վարդազարյանցներին։ Համբույրս քեզ մի քանի անգամ իմ եւ երեխաների կողմից։ Քո Օլյա։ Իբրև ուշադիր ու անհանգիստ հայր, հատկապես ընտանիքից հեռու պահերին, Թումանյանն իր նամակներում զգուշության կոչ էր անում, խորհուրդներ տալիս կնոջն ու երեխաներին։ Կնոջն ուղված գրություններում մշտապես արտահայտված նրա հոգսն այն էր, որ երեխաները լավ սնվեն, բնության մեջ հաճախ լինեն, խուսափեն մրսելուց, շատ ընթերցեն եւ այլն։ Տարիների հետ անշուշտ ավելացան նամակների հասցեատերերը։ Զավակներին գրած նամակներում Թումանյանը նրանց կոչում է ջանիկ մանիքներ։ Այդպիսի մի նամակ ջանիկ մանիքներին Մուշեղ, Աշխեն եւ Նվարդ Թումանյաններին բանաստեղծը գրել է Աբաս Թումանից, որը թվագրված է հուլիսի 20-21 1903 թվական։ Սիրելի Մուշեղ, Աշխեն եւ Նվարդ, ձեր հիշատակարաններն այնքան կարճ են, որ ավելի շուտ մոռացարաններ են, քան թե հիշատակարաններ։ Ամեն իսլամն ունի կիններ, որ կորել է։ Ես երևակայում եմ, թե ինչքան բաներ կային մեջը գրած։ Դուք հիշատակարան գրել չգիտեք։ Որ գնում եք միտեղ, նայեցեք, թե ինչն է ամենից շուտ ձեր ուշադրությունը գրավում։ Մարդիկ, բնությունը, բնության ինչ տեսակ լինելը, մարդկանց ինչ տեսակ կյանքը։ Մի խոսքով, ամեն բան ինչ որ ձեզ վրա տպավորություն է անում։ Ուրախ թե տխուր, ամեն բան պետք է նշանակեք։ Նրանից հետո ինչ է պատահում ձեզ հետ, ինչ է պատահում ձեր մոտիկ շրջանում, մեր տանը, ամեն բան։ Իհարկե, մի որոշ կարգով։ Բնությունը, ժողովուրդը, նրանց կերպարանքը, ապրուստը, ձեր կարծիք այդ բոլորի մասին, ձեզ հետ պատահած ու ձեր մոտիկներին պատահած դեպքերը։ Այսպես կգրեք ու կուղարկեք ամեն շաբաթ հերթով, ամեն մեկդ մի օր, բայց իրարից չգողանաք, երբ որ կղրկեք, հետո սևագրությունը կկարդաք, որ իրար նման չգրեք։ Համբուրում եմ բոլորիդ, հայրիկ, հետգրություն, նամակների տակ, ինչ եք միշտ գրում քո դուստր։ Դուստրն ավելորդ է, ես գիտեմ։ Նամակներից զգացվում է, որ զավակները որքան որ կապված են հայրիկին, նույնքան եւ ազատ են, անկախ, ինքնուրույն, որոշակի գիտելիքների ու ճաշակի տեր։ Զգացվում էր, որ հայրիկը բնավ չէր ճնշում, չէր պարտադրում, չէր հարկադրում, այլ դաստիարակում, խրատում, խորհուրդներ էր տալիս, որից կարելի էր անվերջ սովորել։ Հայրիկը բողոքում էր, որ զավակները քիչ են գրում, նունիկն էլ Նվարդ Թումանյանը նուրբ հակադարձում էր, որ բավականին հաճախ են գրում։ Հատված Նվարդ Թումանյանի նամակից հայրիկին։ Սիրելի հայրիկ, մենք երեք ստացանք այն նամակդ, որտեղ նկարագրում ես քո ներկա վիճակը եւ ասում ես, որ զատկին կհանդիպենք։ Տա Աստված, որ այդպես շուտ հանդիպենք։ Կարծում եմ մենք բավականին հաճախ ենք նամակներ գրում, բայց դու միևնույն է դժգոհում ես, որ քիչ են գրում։ Ինչպես երևում է, դու հիմա հնարավորություն ունես գրականությամբ զբաղվելու եւ ինչ, նոր հեքիաթներ եւ բանաստեղծություններ գրել ես։
3 բարեգործական ընկերության դահլիճում ներկայացրեցին Արտավազդի Ռուբենս պիեսը։ Խաղացին էլի։ Բեմի վրա ավելի լավ էր, քան տպվածը։ Օրիորդները արտիկին ծաղկեփունջ նվիրեցին։ Հիմնականում աշակերտներ էին։ Մեր երեխաները հպարտ էին եւ ուրախ։ Առաջին կարգում էին նստած եւ հպարտանում էին դրամատուրգ եղբորով։ Արտիկը սկզբից հուզված էր, իսկ հետո իրեն հրաշալի էր զգում։ Ուզում եմ հայերեն լեզվով նամակ գրել, բայց չգիտեմ, շուտ կստանաս թե ոչ։ Գրականության մեջ ընդհանուր առմամբ նորություններ չկան։ Հրատարակվել են մի քանի ամենամսյա ամսագիր եւ մի քանի գրողների ժողովածուներ, ինչպես Տերյանինը եւ այլոց։ Հայրիկներ իր նամակը անզգուշորեն կեղտոտելու համար շտապում էի, որ արագ արկղի մեջ գցեմ։ Ինձ իսկ արտագրել հնարավոր չէ, որովհետեւ չեմ հասցնի։ Չգիտեմ ինչի մասին քեզ ավելի մանրամասն գրեմ։ Երեխաները հերթով քեզ գրում են։ Ինչ ես կարդում։ Ոնց է տրամադրությունդ։ Մենք բոլորս շատ լավ ենք ապրում։ Մեզ մոտ տաք է։ Ես մեծ հաճույքով կգայի, բայց դժվար թե հաջողվի։ Հետգրություն։ Այսօր գիշերը երազումս քեզ եմ տեսել։ Մենք համբուրվում ենք։ Այնպես լավ էր, բայց ափսոս որ երազ էր։ Տատիկը դեռ չի եկել։ Իսկ գյուղից մերոնցից ոչ ոք չի եկել։ Հայրիկ ջան, ներիր ամփոփությանս համար։ Արտագրելու ժամանակ չկա, չնայած այն բանի, որ ամաչում եմ այս նամակն ուղարկել։ Քո դուստր Նվարդ։ Նամակներում արտահայտվում են ընտանեկան սովորությունները, ավանդույթները, ժամանակի բարքերը, նիստ ու կացը, կենցաղը, արտոնին գործերը, նույնիսկ ֆինանսական խնդիրների մասին կարելի է պատկերացում կազմել։ Արտիկը Արտավազդ Թումանյանը Թումանյանների բազմատաղանդ զավակներ, նա դրամաններ էր գրում, բանաստեղծություններ, նկարում էր, ինչին ձեռք էր զարկում, արվեստի գործ էր ստանում, բայց ահա նրա ձեռագիրն անընթեռնելի էր, այն աստիճանի, որ երբ հայրիկը նամակ էր ստանում նրանից, ծրարում հետադարձ հասցներ գրում, պահանջելով գրիր, տեսնենք թե ինչ ես գրում։ Մուշեղը որպես մտերմիկ միջոց նամակով է հայրիկին հայտնել, որ ինքը օտարազգի աղջկա է սիրում, որի հետ պատրաստվում է ամուսնանալ։ Թումանյանը նամակներ էր գրում նաև իր գրչակից ընկերներին, ժամանակի հասարակական քաղաքական գործիչներին, որտեղ շեշտադրվում է բանաստեղծի հասարակական, ազգային ու մշակութային գործունեությունը, գծագրվում նրա կերպարը որպես մարդ, մտածող ու քաղաքացի։ Թումանյանի նամակներում ուրվագծվում է մեծ անհատի կերպարն իր նախասիրություններով, իդեալներով, դժվարություններով, երազներով ու հիասթափություններով, առավել ևս իր ժողովրդին անձնուրաց նվիրումով։ Նա երբեմն հոգեկից ընկեր էր փնտրում իր տառապանքներին հուզական ներաշխարհին հաղորդակից դարձնելու համար։ Նրանցից մեկը վարպետն էր Ավետիք Իսահակյանը։ Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին։ Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ, մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ եւ չերևած մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Այսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց եւ շարունակվում է։ Այժմ էլ նույն մարտիկը նույն ճանապարհներով եւ ոչ մեկը գոնե անznասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ։ Բայց ես ինչ եմ ասում, չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։ 9 դեկտեմբերի 1921 թվական Կոստանդնուպոլիս, Վենետիկ։